խոսքս ուղղում եմ Էդգարին, Էդգար ջանին։ Էդգար ջան, գիտես, կհիշես երևի, ես քեզ շատ եմ հարգում ու երբ որ Վարդան Ղուկասյանը ձայնը դուրս չէր գալիս եւ դու միակ եւ առաջին մարդն էիր, ով կանգնեց նրա կողքին, ով բարձրաձայնեց, ով ժողովրդին ոտքի հանեց, ասեց ժողովուրդ ուր է այդ մարդը, կարող է հիվանդացել է, կարող է մահացել է, էլ չպատմեմ, կողքը կանգնեցիր ու առաջին մարդն էիր, ով արթնացրեց ժողովրդին, անգամ ցույցերը արեցիր, այդ ժամանակ, որ ձեր մեջ անհաշտություններ եղավ Գայանեի պատճառով, թե Գայանեի էր, թե ոչ աղջիկներից մեկի պատճառով անհաշտություն եղավ, ես դեմ դուրս եկա Վարդան Ղուկասյանի խմբին եւ կանգնեցի քո կողքը ու միշտ ասել եմ, մինչև այսօր ասել եմ, որ Էդգարը առաջին մարդն էր, ով կանգնեց Վարդան Ղուկասյանի կողքին եւ պետք չէր Էդգարին նեղացնել, որովհետեւ ես արդար մարդ եմ, կյանքում եթե մեկը մի բան արել է, ես չեմ կարող ուրանամ։ Բայց Էդգար ջան, ցավը տանեմ, այստեղ արդեն դու սխալ արեցիր, ապեր։ Եթե դու պահանջում ես, որ մարդիկ ճիշտը խոսեն, այսինքն անհիմն մեղադրանքներ չանեն Սամվել Կարապետյանի աղջիկների նկատմամբ, որոնց մասին ես ինքս եմ խոսել, կանգնել եմ աղջիկների կողքին, ասել եմ, որ անհիմն իրանք մեղադրում են, հələ դատական գործ չկա, արդեն իրանք կանգնում են, սաղ ԿՊ-ով Facebook-ում վիդեոներ են անում, մեղադրում են մարդկանց կաշառք բաժանելու, ոչ եմ, ասել եմ, որ չի կարելի, հիմա քեզ եմ ասում, ապեր, ես ոչ ուզում եմ դու վիրավորվես, ոչ ուզում եմ քեզ նեղացնեմ, ոչ ուզում եմ Վարդան Ղուկասյանին նեղացնեմ, դեպքա պատահել է, հետո դուք իրար կհասկանաք երկու տղամարդով, ես ուղղակի խնդրում եմ, եթե ինչ-որ մի հարցում ապացույց ունես, դիր ապացույցները, եթե չունես, նիկոլականների նման մի վարվի, Էդգար ջան, քանի որ դու ինքդ ասում ես, որ չի կարելի մարդուն մեղադրել մի բանի մեջ, որը ապացուցված չի, կամ դատական գործ չկա, կամ ապացույց չես կարա ցույց տաս։ Հասկացեք իրար մի հատ հանգիստ տոնի մեջ, հանգիստ ոճով, այդ նույն բանը ես նաև կասեմ Վարդան Ղուկասյանին, որ փոխանցեն, որ հանգիստ տոնով մի հատ իրար հասկանաք։ Խնդրում եմ, առանց ապացույցների, այ նայ Վարդան Ղուկասյանը կյանքում առանց ապացույցի ոչ մեկին ոչ իման չի արել։ Կյանքում ես չեմ հիշում, որ ինքը առանց ապացույցի ինչ որ մեկին ինչ որ բան ասել, թուղթը ցույց չի տվել, ապացույցները չկա դրա։ Խնդրում եմ, մի բան որ անում եք Էդգար ջան, մի բան որ անում եք, մի նմանվեք նիկոլականներին, որովհետև մենք բոլորս պայքարում ենք նրա դեմ, որ չլինի անհիմն մեղադրանքներ, քանի դատական գործ չկա, ապացույց չկա, որ մարդը մեղավոր է։